Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության օրակարգային տարբեր հարցեր։ Ռուսաստանը նամակ է պատրաստում Հայաստանին Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված իր նոր նորմերի եւ ԵԱՏՄ կանոնների հակասության մասին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Միքայել արքեպիսկոպոս Աջափահյանը քննչական կոմիտեում է, ով քրիստոնյա է ողջույն, ով քրիստոնյա չի, իրեն չեն ողջունում, ասել է նա քննչական կոմիտե մտնելիս, շենքի մոտ են նաև նրան աջակցող քաղաքացիները։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվել է Պեկինում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում աշխատանքային քննարկմամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունելով Իրանի նորանշանակ դեսպան Մուժդափա Դեմիրջիլուի հավատարմագրերը, հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն առաջիններից էր, որ արտահայտեց իր դիրքորոշումն Իրանի եւ Իսրայելի միջև լարվածության սրման վերաբերյալ, ընդգծելով, որ դատապարտում է լարվածությունը եւ կրկին ցավակցություն է հայտնում դիմակայության ընթացքում Իրանի քաղաքացիների մահվան կապակցությամբ։ Փյունիկին է միացել իսպանացի աչիեզրային հարձակվող Խավի Մորենոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Խավի Մորենոյի նախկին թիմն Իսպանիայի առաջին դիվիզիոնի B խմբի ներկայացուցիչ Հերկուլեսն էր։